Հետզհետե Արցախի տարբեր մասերում ավելանում են Հայաստան համահայկական հիմնադրամի վահանակները, իտես բոլորին, որ համայն հայության հայրենիքը շենանում է աշխարհասփյուռ հայերի ուժերով։ Այս ձեռնարկն էլ պատմական Շուշիի բարգավաճման ուղղված համահայկական հերթական ծրագրերից է։ Վերակառուցված Ղազանչեցոց փողոցը խորհրդանշում է նորոգվող Շուշին։ Բերդաքաղաքի մուտքը բարեկարգված է, իսկ դա նշանակում է, որ քայլ առ քայլ Շուշին ուղղում է իր մեջքը։ Շնորհավոր, օրհնյալ լինի, վերջապես մեր Շուշիի մուտքի դարպասը ունի շքեղ նախկին հայելի տեսքը։ Շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք։ Շնորհավորանքի եւ շնորհակալության խոսքեր հետո էլ հնչեցին, կապված Շուշիի քաղաքային գրադարանի հետ։ Ուղիղ 1 տարի առաջ այստեղ սկսված շինարարությունը ավարտուն տեսք է ստացել, եզրագծին հասցնելով եւս մեկ փայլուն աշխատանք։ Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը, նշելով ավարայրում նվաճված հաղթանակը, խորհրդանշական համարեց նաեւ այսօրվա ձեռքբերումները։ Այսօր մայիս 26-ն է, ավարայրի ճակատամարտի օրն է, եւ այսօրվա մեզ այս երկու կառույցների բացումը մեր հայերիս, արցախահայերիս փոքրիկ ավարայրն է։ Մենք մի նոր բարձունքներ ենք նվաճում համազգային ուժերի շնորհիվ։ Բոլորի ցանկությունն է պատմական մշակութային կենտրոն Շուշին տեսնել վերակառուցված եւ աշխուժ, իսկ քաղաքը կենսունակ է իր բնակիչներով։ Ազատագրված հողում ապրող յուրաքանչյուր ոք, ապրող լեռ է, ապրող ամրոց, ասում է հոգևոր առաջնորդը։ Ամեն մի հայ այստեղ գտնվելը դա մեզ համար մի հրասայլ է, մի տանկ է, մի ամրոց է, մի թնդանոթ է։ Եվ բարեբախտաբար վերջերս մեր Շուշին սկսեց եւ գեղեցկանալ, եւ բնակչությունն ավելանալ, որը խոսում է մեր ընդհանրական առաջընթացի մասին։ Ուզում եմ ձեզ բոլորի շնորհակալություն հայտնել, որ դուք մնացել եք այս հողում, որ դուք կերտում եք ձեր եւ ձեր երեխաների ապագան այս հողում եւ միշտ վստահ եղեք եւ որ եւ ձեր իշխանությունը եւ համայն հայությունը ձեր կողքին են եւ միշտ պատրաստ են ձեզ աջակցել։ Այս կենտրոնական գրադարանը թողել է ձեր բոլորին այդ կարևոր կենտրոնը, ուր մեծ ու փոքր արցախցիներ, շուշեցիներ գոժդվին այդ արիտեն ընդլայնելու իրենց գիտելիքները զանազան ոլորտներում մեջ։ Շնորհավորական խոսքերից եւ ելույթներից հետո եկավ սպասված պահը։ Կտրվեց կարմիր ժապավենը, եւ փոքրիկ շուշեցիները առաջինը ոտք դրեցին անճանաչելի դարձած գրադարանի շեմը։ Քաղաքային գրադարանի վերակառուցումը եւ կահավորումն իրականացվել է ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական եւ Հայաստանի գործադիր մարմինների հանգանակած միջոցներով։ Ճիշտ է, գրադարանում կա 16600 գիրք, սակայն տնօրենը խոստովանում է, եղածը շատ քիչ է։ Խիստ զգացվում է մանկական ու արտասահմանյան գրականության պակաս։ Լուրջ համալրման անհրաժեշտություն ունի մասնագիտական բաժինը։ Դա իհարկե ժամանակի խնդիր է, քանի որ շատերն են ցանկություն հայտնել օգնել գրականությամբ։ Ընթացքում կլցվեն դատարկ գրադարակները, իսկ շուտով հիմնադրամը գրադարանին կնվիրի նաև համակարգիչներ։ Գոհար Ռուստամյան, Մհեր Մկրտչյան, օր։